Երևանն այսօր դարձել է հյուրընկալության բնագավառի զարգացման ուղղված քննարկումների կենտրոն, միավորելով համաշխարհային հյուրանոցային բրենդների, ներդրումային ֆոնդերի և հյուրընկալության ոլորտի առաջատարների։ Ամերիաբանկը որպես Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկ և տնտեսության առավել նշանակալի դերակատարներից միացել է ֆորումին որպես գլխավոր գործընկեր։ Ակնկալում ենք, որ այս միջոցառմանը մենք հնարավորություն կունենանք բաց քննարկել բոլոր խնդիրներն ու հնարավորությունները, որը լրացուցիչ խթան կհանդիսանա նոր բիզնես կապեր հաստատելու և Հայաստանում ներդրումների ծավալները մեծացնելու համար։ Միավորել ջանքերն ու Հայաստանը դարձնել համաշխարհային զբոսաշրջության քարտեզի ճանաչելի կետ։ Սա է ֆորումի հիմնական նպատակը։ Բանախոսների թվում էին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուଆ Ժակոբը, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սերժո Գերեյրոն, ինչպես նաև շուրջ 20 երկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր ու ոլորտային մասնագետներ։ Մեզ համար նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ունի մեծ կարևորություն։ Ֆորումը իսկապես դարձել է հետաքրքիր հարթակ ինչպես ներդրողների, այնպես էլ մեր միջազգային գործընկերների համար։ Նախորդ ֆորումի ընթացքում մենք ունեցել ենք շատ լավ արդյունքներ։ Ստորագրվել են մի շարք խոշոր և հետաքրքիր նախագծեր Հայաստանում։ Այդ միտումը շարունակվում է։ Մենք ակնկալում ենք, որ տարեցտարի այս հարթակում կներկայացվեն ավելի շատ նախագծեր։ Մեզ ոգևորում է մեր միջազգային գործընկերների և ներդրողների կողմից ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը։ Նրանք ակտիվ արձագանքում են հրավերներին, մասնակցում ֆորումին, ինչը մեզ վստահություն է տալիս, որ ընթանում ենք ճիշտ ուղղությամբ։ Ամերիաբանկը վարկային պորտֆելով Հայաստանի ամենախոշոր ֆինանսական հաստատությունն է։ Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելը կազմում է 750 միլիարդ դրամ։ Այս հանգամանքով է պայմանավորված բանկի հետաքրքրությունը քննարկելու տնտեսության աճող ճյուղերի զարգացման հեռանկարներն ու բիզնեսի զարգացմանն ուղղված հանձնառությունը։ Այսօր շատ լավ առիթ է, որ մեկ հարկի տակ ենք գտնվում հիմնական դերակատարների հետ, այսինքն մի կողմից ներկա են պետական սեկտորի ներկայացուցիչները, մյուս կողմից մասնավոր, ինչպես նաև մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրա խոսքով նման միջոցառումները կնպաստեն գործարար կապերի ակտիվացմանն ինչպես տեղական, այնպես էլ արտերկրյա ներդրողների հետաքրքրության բարձրացմանը։ Կազմակերպիչները նշում են, որ ֆորումն այս մասշտաբով առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, և դրա շարունակականությունը կնպաստի ոչ միայն հյուրընկալության ոլորտի զարգացմանն առնչվող խնդիրների բարձրացմանը, այլև համապատասխան լուծումների ու առաջարկների մշակմամբ մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը։